Ողջույն հարգելի հեռուստադիտողներ եւ հետեւորդներ, մենք Հայաստանի ողջ տարածքում շարունակում ենք բացահայտել եւ ձեզ ներկայացնել Հայաստանի 100 լավագույն բժիշկներին։ Պատկառելի հրաշալի մարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրում են առողջապահության համակարգին, փրկելով մարդկային կյանքեր եւ ամեն օր կռիվ տալով մարդկային կյանքերի համար։ Եվ այսօր հրաշալի հանդիպում ունենք իսկապես հրաշալի մի բժշկու հետ, ով իր կյանքից ուղիղ 50 տարի, կես դար նվիրել է առողջապահության համակարգին։ Սիրով ներկայացնեմ նրան Գայանե Ռշտունի թունաբան տոքսիկոլոգ, Հայաստանի միակ սուր թունավորումների բաժանմունքի հիմնադրումից մինչ օրս արդեն 44 տարի նա աշխատում է Արմենիա բժշկական կենտրոնում եւ ըստ էության Հայաստանի առաջին թունաբաններից է։ Բժշկուհի պատիվ ունենք այսօր ձեզ ասելու շնորհակալություն, մեր նախագիծը առհասարակ շնորհակալության մասին է եւ մենք մեր 100 բժիշկների դեմքով բոլոր բժիշկներին ենք ասում շնորհակալություն։ Եվ կարծես թե ձեր լուր եւ համեստ գործունեության ընթացքում սա այսպիսի նման օրինակ առաջին հանդիպումն է։ Նախ ինչ կարեւորություն ունի բժշկի համար շնորհակալությունը։ Բժշկի համար շնորհակալությունը մանավանդ բուժառուների կողմից շատ մեծ նշանակություն ունի, ամենամեծ նշանակությունը դա ունի, որտեվ գնահատվում է քո արած աշխատանքը։ Ինչ ասեմ, ես աշխատել եմ 44 տարի նույն բաժանմունքում, ես սիրում եմ իմ աշխատանքը, իմ բուժառուներին, չնայած ծանր է աշխատանքը, բայց համենայն դեպս հետաքրքիր է։ Տեսեք, ձեր ընտանիքում էլ կան բժիշկներ, ես գիտեմ, որ դուք միակ բժիշկը չեք, ձեր ընտանիքի բժիշկների մասին ինչ կպատմեք, ովքեր էին նրանք, ինչ բժիշկներ, ինչ ոլորտի։ Մայրս եղել է մանկաբույժ, Արտաշատում է աշխատել, վաստակավոր մանկաբույժ է, ես եւ քույրս գնացել ենք մայրիկիս հետքերով, քույրս էլ աշխատել է գինեկոլոգ Հայաստանում, այժմ էլ Մոսկվայում Բակուլևի ինստիտուտում գեմատոլոգիա աշխատում։ Շատ լավ, գանք ձեր մասնագիտությանը, դուք ամեն աստծո օր ամենատարբեր, շատ հաճախ ամենատարօրինակ դեպքերին եք ականատես լինում, երբ ամենասարսափելի թունավորումներով կամ ոչ միայն, ամենատարբեր իրավիճակներում հիվանդների են այստեղ բերում, նախ որոնք են ամենատարածված դեպքերը եւ ինչ խորհուրդ ունեք, խուսափելու այդպիսի թունավորումներից։ Հիմնական տարածված դեպքերը դա ինքնաթունավորումն է, հիմնականում լինում է երիտասարդների մոտ, սիտուացիայի հետ կապված, որից հետո իհարկե հիվանդանոց հասնելուց հետո նրանք փոշմանում են իրանց արածի համար եւ պահանջում են, որ նրանց վիճակից հանենք։ Լինում են շատ հետաքրքիր դեպքեր կապված եւ ոչ միայն ինքնաթունավորման հետ, այլև ասենք կենթանական ծագման թույների հետ, օձի կծածներ, որոնք այդ մեզ մոտ հիմնական թունավորոցը դա իժն է, գյուրզան է եւ մենք ունենում ենք այս ամիսներին, ամառվա ամիսներին հաճախակի ունենք օձով թունավորումներ, ծանր դեպքեր ենք ունեցել, որոնք այդ վիճակից կարողացել ենք հանել այդ վիճակից։ Նաեւ ունեցել ենք մորմով, վտանգավորը մորմով թունավորումն է եւ սև կարիճով թունավորումները, որոնք կարող են բերել նաեւ մահվան։ Ինչ հետաքրքիր դեպքեր ենք ունեցել։ Ունենում ենք նաև բոտուլիզմով թունավորումներ, ծանր դեպքեր շատ են եղել, դուրս ենք բերել այդ վիճակից, սնկով թունավորումներ, տարբեր քիմիական նյութերով թունավորումներ են եղել, էլի ծանր վիճակներից կարողացել ենք հանել։ Ես իմ աշխատանքը շատ եմ սիրում, իմ բուժառուներին շատ եմ սիրում եւ որպես հարազատ նրանց վերաբերվում եմ, так что իմ աշխատանքը ինձ շատ է դուր գալիս։ Շատ լավ, եկեք փոքր-ինչ տարբերակենք երկու ուղղությունները, երբ այսպես թունավորումը տեղի ունենում ինքնասպանության նպատակով եւ երբ որ այսպես մարդու կամքից եւ հանգամանքներից անկախ, այս երկրորդ իրավիճակում այն կարևոր խորհուրդները, որոնք որպես լավագույն բժիշկ մեզ կտակ կենցաղում ինչ պիտի անենք խուսափելու համար թունավորումներից, հատկապես բոտուլիզմի դեպքերից, գիտենք դրանք էլ բավականին տարածված են։ Պատահական թունավորումներ իհարկե լինում են շատ, օրինակ, ասենք ջրի փոխարեն փաթխածվային էսենցիան դնում են, ասենք, սառնարանում սովորական շշի մեջ, շփոթելով խմում են, դա բերում է ծանր թունավորումի, կամ էլ, ասենք, կոլայի գույնի է լինում թույնը, որոնք ֆոսֆոր օրգանական թույներ են, հոտարություն չունեցող մարդը կարող է էլի խմել, շփոթել,
իսկ բոտուլիզմն էլ խորհուրդ է տրվում միշտ էլ մարդկանց մենք խորհուրդ ենք տալիս, եթե փակած անոթ տարածությունում նրանք տանը պահածոյացված ինչ որ նյութեր են ունենում, անպայման պետք է բացել, եռացնել մի 20 րոպե փակ վիճակում, նոր հետո օգտագործել, որտեվ շատ վտանգավոր է, կարող են նույնիսկ վերակենդանացման բաժանմունք ընկնել եւ կյանքի վտանգ սպառնի։ Շատ լավ, եւ գանք արդեն ինքնասպանության նպատակով թունավորումներին, որոնք կրկին ցավոք սրտի այսպես շատ հաճախ են պատահում, երբ այդ մարդկանց կյանք եք վերադարձնում, հա, սովորաբար առաջին խոսքը, առաջին հաղորդակցությունը ինչ է լինում, ինչ են ասում նրանք, ինչ եք ասում դուք ի վերջո, ինչպես եք դրանից հետո արդեն նաեւ ինչ որ առումով հոգեբանի դեր պիտի կատարեք այդ հիվանդների հետ աշխատանքում, ինչպես եք կարողանում կյանք վերադարձնել արդեն վերակենդանացնելուց հետո։ Դե հիմնականում երիտասարդներին, որ սիտուացիայի հետ կապված, սոցիալական ինչ-որ վիճակի հետ կապված իհարկե ինքնաթունավորում է լինում, առաջին մոմենտներին իհարկե նրանք չեն ուզում ապրել, չեն թույլ տալիս, որ մենք օգնություն ցույց տանք, բայց իհարկե հետները խոսելուց հետո, որ դա անցողիկ բան է, որ այդ պրոբլեմները իհարկե լուծելի են, պետք է հարազատների հետ կիսվել, ինչ ասեմ, հոգեբանական ինչ-որ զրույցներ տանում ենք իրենց հետ, համաձայնվում են, բուժվում են եւ շատ շնորհակալ են լինում, որ իրանց կյանք են վերադարձրել։ Շատ լավ, եւ կարեւոր է նաեւ այդ բարդությունները հեռուստադիտողների համար ասենք, թվում է թե այդ երբեմն շատերին այդ ամենավերջին կետում գլխավոր լուծումը դա է թվում, բայց երբ պատկերացնում ենք հիվանդանոցային այն տանջանքները, այն սարսափելի ապրումները, որ թե հիվանդները, թե բժիշկները ունենում են, դա պիտի լինի այն ազդակը, որ երբևէ չգնալ նման անտրամաբանական քայլերի։ Կարծում եմ նաեւ այս իմաստով խորհուրդ ունեք դուք։ Այո, հենց այդ իրանք այդ տանջանքները տանելուց հետո խոսում ենք իրենց հետ, որ այդ արժեր, որ այդ խնդրեմը չլուծելու համար դու այս տանջանքների ենթարկվես։ Իհարկե նրանք հասկանում են, որ չարժեր այդ ամեն ինչը, դա մոմենտի տակ է տեղի ունենում, հաջորդ մոմենտին կարող է եւ ամեն ինչ փոշմանեն, բայց հետ վերադարձնել չեն կարողանում, բայց մենք այստեղ ինչ որ հոգեբաններ էլ ունենք, մենք էլ հետները զրուցելուց հետո ամեն ինչ նորմալ է եւ կրկնակի մենք սուիցիդներ չենք ունենում այդ նույն հիվանդների հետ։ Պատիվ ձեզ դրա համար։ Շատ լավ, գանք մասնագիտության ընտրությանը, հատկապես այսպես 44 տարի, 50 տարի առաջ թունաբանի մասնագիտություն ընտրելու եւ դրա մասին մտածելու անգամ այսպես անտրամաբանական կարող էր տվալ։ Ինչու ընտրեցիք այդ մասնագիտությունը։ Տակ ես ավարտելուց հետո աշխատել եմ արտաշատում թերապևտ, հանրապետական հիվանդանոցը նոր էր ստեղծվում եւ շատ հայտնի հիվանդանոց էր, ես երազում էի նախ աշխատել այստեղ։ Երբ որ դիմեցի, որ աշխատեմ, Սուրբ Թունավորումների բաժանմունքը նոր բացվում էր վերակենդանացման բաժանմունքի մեջ եւ առաջին բժիշկը դառա ես, միակը, իսկ որոշ ժամանակ հետո իհարկե համալրվեց։ Կոլեկտիվը շատ լավն էր, աշխատանքը դուրս եկավ եւ շարունակեցի աշխատել մինչեւ այժմ։ Չնայած ինձ ընթացքում առաջարկեցին ուրիշ թերապևտիկ բաժանմունքներում աշխատել, բայց ես այլևս չհամաձայնվեցի, որտեվ չնայած ծանր է աշխատանքը, բայց շատ հետաքրքիր է եւ ես սիրեցի իմ գործը։ Շատ լավ, եւ դուք մտաք պատմություն, որպես այո, առաջին բժիշկ, առաջին թունաբան եւ այդ պատմությունը այսօր ըստ էության մենք գնահատում ենք եւ ձեր անցած ճանապարհի համար ձեզ ասում ենք շնորհակալություն, օրհնվեք, շատ առողջ եղեք եւ շարունակեք առողջացնել եւ կյանք վերադարձնել մարդկանց, հատկապես այդ դժվար իրավիճակներում։ Բժշկուհի մեր նախագիծը ըստ էության շնորհակալության մասին է եւ այս շնորհակալությունը ուզում ենք որ վարակիչ լինի եւ մեր 100 լավագույն բժիշկների դեմքով շնորհակալություն ենք ասում Հայաստանում գործունեություն ծավալող 13000-ից ավելի բժիշկներին եւ բուժաշխատողներին։ Ձեր մաղթանքը, ձեր ուղերձը, ձեր շնորհակալությունը ուղղված բժիշկներին ինչ կմաղթեք։ Բժշկի աշխատանքը դժվար է, պացիենտի հետ աշխատելը դժվար է իհարկե, բայց ես ցանկանում եմ, որ բոլոր բժիշկները հաղթահարեն այդ ամեն ինչը, լինեն նաեւ հոգեբան եւ պացիենտին ընդունեն որպես հարազատ, այդպես էլ վերաբերվեն եւ կյանքի բերեն նրանց։ Ահա թե որն է հարգելի բարեկամներ լավագույն բժիշկ լինելու գաղտնիքը։ Շատ լավ, ես ուզում եմ պարտադիր խոսենք նաև բժշկական կենտրոնի մասին։ Դուք աշխատում եք Հայաստանի լավագույն, կարևորագույն առանցքային բժշկական կենտրոններից մեկում, Արմենիա բժշկական կենտրոնում։ Ինչպիսի թիմ ունեք, ինչպիսի թիմային աշխատանք եք կարողանում իրականացնել, այսպես ովքեր են ձեր լավագույն գործընկերները։
Հենց կակրած մեր աշխատանքը թիմային աշխատանք է։ Հիվանդը բուժարուն երբ որ ընդունվում է, միայն բժշկից չի կախված այդ աշխատանքը, եւ մայրապետն է, եւ բուժքույրն են, նրանք բոլորը մենք բոլորս թիմային աշխատանք են կատարում, մեր բաժնի վարիչներ շատ լավն է, մեզ գնահատող, չգիտեմ, եւ մասնագիտապես ինքը եւ բարձր մակարդակի մասնագետ է, բժիշկներս բոլորս լավն ենք, մեր հիվանդները բոլորը բուժարուններ մեզանից գոհ են գնում, այդպիսի բան ես չեմ տեսել որ դժգոհություն հայտնեն եւ այդպես է մեր աշխատանքը, չգիտեմ, դժվար է, բայց կատարում ենք։ Շատ լավ, եւս մեկ անգամ ձեզ ասում ենք շնորհակալություն, սա մեր առաջին, բայց ոչ միակ հանդիպումն էր, այսպես մենք ըստ էության ծանոթանում ենք մեր հեռուստադիտողի եւ համացանցի հետևողների հետ, իսկ մենք հանդիպելու ենք գլխավոր միջոցառման շրջանակներում, երբ մեծարելու ենք մեր լավագույն բժիշկներին։ Իսկ այսօր ձեզ եւս մեկ անգամ առողջություն եւ շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, այսպիսին են մեր լավագույն բժիշկները, պատկառելի մարդիկ, դիցուկ այս օրինակը, երբ կյանքի 50 տարիներ ուղիղ կես դար նվիրել է առողջապահության ոլորտին, լինելով առաջին թունաբանը Հայաստանի Հանրապետությունում եւ իսկապես մենք այսպես հեռուստաէկրաններից այս կողմ չենք կարող ներկայացնել այն ծավալը, այն մարդկային կյանքերը, որոնք որ փրկվել են այստեղ, խոսք է գնում շուրջ 70,000 բուժառուի հետ առնչության մասին, երբ որ մեր բժշկուհին ունեցել է այդ առնչությունները։ Շնորհակալություն ասենք բոլոր բժիշկներին, մենք դեռ հանդիպելու ենք։